Ով դիմեց, ընդունվեց։ Բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող քիչ դիմորդների եւ ուռճացված տեղերի պատճառով բուհական համակարգում ընդունելության տեղերի 60%-ն այս տարի թափուր է։ Կրթության փորձագետները վստահեցնում են, ցուցանիշները կանխատեսելի էին, պատճառներն էլ բազմաշերտ, դեմոգրաֆիականից մինչև սոցիալ-տնտեսական ու արտագաղթ։ Արդեն մի քանի տարի շարունակ գնալով հետս հետ է, ոչ այսքան կտրուկ, բայց հետս հետ է, մենք ունեցել ենք դիմորդների պակաս Հայաստանում եւ բուհերը այսպես թե այնպես կարողացել են իրենց հարցերը լուծել։ Մրցակցային բարձր պայմաններում աշխատող բուհերը ստիպված են եղել իջեցնել անցողիկ միավորների շեմը եւ անկախ դիմորդի գիտելիքներից ու մասնագիտական պոտենցիալից նրանց ընդունել։ Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պատմում է, որ պատկերը նույնն է եղել նաեւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Նախորդ տարիների համեմատ դիմորդների թիվն այս տարի խիստ սահմանափակ է եղել։ Կուրսղեկների ընտրությունն էլ հարկադրաբար։ Հիմնական ֆինանսավորումը գալիս է ուսանողների հաշվին։ Դա եւ անցյալում իրականում իջեցնում էր ուսման մակարդակը։ Ընդունել ենք հիմնականում բոլոր նրանց, ովքեր կարող էին գոնե բերանը բացել։ Փակելու մասին էլ չեմ ասում։ Բուհերում թափուր մնացած 10,000 տեղը չի մտահոգում ու չի զարմացնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին։ Ընդունվողների եւ թափուր մնացած ուսանողական աթոռների հարաբերակցության դիսոնանսի պատճառը վատ մենեջմենթն է ու բուհերի չհիմնավորված առատությունը։ Ըստ նրա, այս տարի բուհ ընդունված շրջանավարտների ցուցանիշը մոտ է եվրոպական ստանդարտին։ Եվրոպական ստանդարտ կա, որ հասարակության մեջ բարձրագույն կրթություն ստանում է 60%-ը, ոչ ավել։ Ուրեմն 20,000-ի 60%-ը 12,000-ն է։ Կստացի որ 60% ստանդարտ ապահովված է։ Խնդիրը լուծելու համար մասնագետներն առաջարկում են լրջորեն զբաղվել բուհերի մենեջմենտով ու մարքեթինգով։ Փորձագետ Աշոտ Բլեյանն էլ առաջարկում է հանել բուհական ընդունելության քննությունները։ Մարիաննա Դանիելյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։